Միջազգային top 10 թեմաների ամփոփումը Եվրամեդիա 24 հեռուստաընկերության եթերում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ երկուշաբաթյա հրադադարի մասին, կանխելով իր իսկ ներկայացրած վերջնագրի ավարտը։ Համաձայնությունը ձեռք է բերվել Պակիստանի միջնորդությամբ, որը դարձել է առանցքային դերակատար տարածաշրջանային դիվանագիտության մեջ։ Հրադադարը ներառում է հարվածների դադարեցում եւ Հորմուզի նեղուցի անվտանգ բացում։ Իրանը հաստատել է իր մասնակցությունը ապրիլի 10-ին նախատեսված բանակցություններին Իսլամաբադում, սակայն կողմերի միջև հիմնական հակասությունները կապված միջուկային ծրագրի եւ պատժամիջոցների հետ շարունակում են պահպանվել։ Իսրայելը հայտարարել է, որ հրադադարը չի վերաբերում Լիբանանի ուղղությանը։ Դոնալդ Թրամփը հրադադարը ներկայացրել է որպես մեծ հաղթանակ, խոստանալով մերձավոր արևելքի ոսկե դար։ Նրա խոսքով այս քայլը կբացի ճանապարհ ներդրումների եւ տնտեսական վերականգնման համար։ Միաժամանակ նա զգուշացրել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է արագ վերադառնալ ռազմական գործողություններին, եթե պայմանավորվածությունները խախտվեն։ Իրանի հետ բանակցությունների ֆոնին Իսրայելը շարունակում է հարվածները Լիբանանում։ Սա ստեղծում է բարդ եւ հակասական դիվանագիտական իրավիճակ տարածաշրջանում։ Վերլուծաբանները նշում են, որ Թրամփի հայտարարությունները ավելի շատ քաղաքական ուղերձ են, քան կայուն խաղաղության երաշխիք։ Եվրոպական միությունը ողջունել է ԱՄՆ-Իրան հրադադարը, այն անվանելով կարևոր քայլ լարվածության նվազեցման ուղղությամբ։ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կոչ է արել կողմերին օգտագործել այս պատուհանը կայուն համաձայնության հասնելու համար։ Եվրոպացի առաջնորդներն ընդգծել են քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանության անհրաժեշտությունը։ Նրանք նաև կարևորել են հումանիտար օգնության մուտքը Իրանի տուժած շրջաններ։ Սակայն Եվրամիությունում կա զգուշավոր մոտեցում, պայմանավորված անցյալ փորձով։ Դիվանագիտական շրջանակներում նշվում է, որ առանց երկարաժամկետ պայմանավորվածությունների իրավիճակը կարող է արագ սրվել։ Հրադադարի լուրը անմիջապես ազդել է համաշխարհային շուկաների վրա, առաջացնելով կտրուկ փոփոխություններ։ Նավթի գները նվազել են, իջնելով $100-ից էլ ցածր 1 բարելի դիմաց։ Ներդրողները դրական են արձագանքել, ակնկալելով Հորմուզի նեղուցի կայուն աշխատանք։ Ֆոնդային շուկաներում արձանագրվել է աճ, իսկ պարտատոմսերը ամրապնդվել են, սակայն փորձագետները զգուշացնում են, որ իրավիճակը մնում է խիստ անկայուն։ Ցանկացած նոր լարվածություն կարող է կրկին ցնցել շուկաները։ ԱՄՆ-ում ուժեղանում են քննարկումները Թրամփի հնարավոր իմպիչմենտի շուրջ։ Դեմոկրատ օրենսդիրները քննադատում են նրա կոշտ հայտարարությունները Իրանի վերաբերյալ։ Ավելի քան 50 կոնգրեսականներ բարձրացրել են 25-րդ ուղղման կիրառման հարցը։ Նրանք պնդում են, որ նախագահի գործողությունները կարող են վտանգել ազգային անվտանգությունը։ Սպիտակ տունը կտրուկ մերժել է այս նախաձեռնությունները, դրանք անվանելով անիմաստ։ Ներքաղաքական լարվածությունը սրվում է արտաքին ճգնաժամի ֆոնին։ ԱՄՆ քաղաքական համակարգը կանգնած է նոր փորձության առաջ։ ԱՄՆ-ն եւ Իրանը տարբեր կերպ են ներկայացնում հրադադարի արդյունքները։ Վաշինգտոնը խոսում է ամբողջական հաղթանակի մասին։ Թեհրանը հայտարարում է, ստիպել է ԱՄՆ-ին ընդունել իր պայմանները։ Այս հակասական հայտարարությունները ցույց են տալիս խորքային տարաձայնությունները։ Չնայած դրան կողմերը համաձայնել են շարունակել բանակցությունները։ Դիվանագիտական գործընթացը դեռ գտնվում է սկզբնական փուլում։ Միջազգային հանրությունը փորձում է կանխել նոր էսկալացիան։ Իրական խաղաղությունը դեռ հեռու է։ Չնայած ԱՄՆ-Իրան հրադադարին, Իսրայելը շարունակում է ռազմական գործողությունները Լիբանանում։ Հարվածները ուղղված են Հեզբոլահի դիրքերին։ Վարչապետ Բենյամին Նեթանյահուն ընդգծել է, հրադադարը չի վերաբերում այս ուղղությանը։ Սա մեծացնում է տարածաշրջանային պատերազմի վտանգը։ Լիբանանում իրավիճակը շարունակում է սրվել։ Միջազգային հանրությունը մտահոգված է նոր լայնածավալ հակամարտության հնարավորությամբ։ Մերձավոր արևելքը մնում է պայթյունավտանգ։ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը առանցքային դեր է խաղացել ԱՄՆ-Իրան համաձայնության մեջ։ Նա հանդես է եկել որպես միջնորդ, փորձելով նվազեցնել լարվածությունը։ Պակիստանը առաջարկել է բանակցությունների հարթակ Իսլամաբադում։ Սա բարձրացնում է երկրի դիվանագիտական ազդեցությունը տարածաշրջանում։ Միջնորդությունը թույլ է տվել կողմերին ժամանակ շահել, սակայն հաջողությունը դեռ կախված է առաջիկա բանակցություններից։ Պակիստանը փորձում է ամրապնդել իր դիրքերը գլոբալ քաղաքականությունում։ ՄԱԿ-ը ողջունել է հրադադարը, սակայն ընդգծել, որ հումանիտար խնդիրները շարունակում են խորանալ։ Կազմակերպությունը կոչ է արել ապահովել օգնության անխոչնդոտ մուտքը տուժած շրջաններ։ Իրանում եւ հարակից երկրներում իրավիճակը մնում է ծանր։ Քաղաքացիական բնակչությունը շարունակում է տուժել ռազմական գործողություններից։ Միջազգային կազմակերպությունները փորձում են արագ արձագանքել, սակայն ռեսուրսները սահմանափակ են։ Հրադադարը դիտվում է որպես հնարավորություն կանխելու աղետի խորացումը։